Երևանում, Երևանի եկեղեցիներում եւ առհասարակ մայրաքաղաքում, բայց մենք հարգելով մայրաքաղաքը, մեր մայրաքաղաքի հավատացյալներին, նաեւ սիրով հրավիրեցինք Տերորը մայր տաճարում եւս քարոզխոսությամբ հանդես գալ եւ մեր հավատացյալներն էլ հնարավորություն ընձեռեցին իրենց հոգեվոր պահանջներին ի պատասխան լսեն արժանապատիվ Տերոր քարոզը։ Այնպես որ այսօր եւս խոկման հերթական օրն է, միասին պիտի խոկանք, միասին պիտի մտածենք, խորհենք այս պահքի քարոզնորիա շրջանին եւ նաեւ մեզ համար խոկմանյութ պիտի լինի Տերոր քարոզխոսությունը, Տերոր տված մտքերը։ Հիմա հանդիսության ժամերգությամբ կսկսենք մեր խոկումը, հետո կլինի նաեւ Տերոր քարոզը։ Ձեզի հետ միասին Աստուծո խոսքի մասին խորհրդակցին եւ տեսնենք, թե Աստված այս սուրբ օրերում, այս մեծ բախտի օրհնյալ օրերում ինչ խոսք ունի մեզի փոխանցելի։ Իմ շնորհակալություններս կհայտնեմ Տերոյն Լուսարարաբեդին, որ արիթը ընծայեց ցեզի հետ գնալու համար եւ նաեւ իր ողջույններս մեր ոգեշնոր, արժանաշնոր սարգսակներում, որոնք այսօր այստեղ մեզի հետ են։ Այսօր ընտրեցի ցեզի հետ միասին խորհրդակցենք ամենակարևոր պատգամներեն մեկը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր երկրավոր կյանքի մեջ մեզի փոխանցեց։ Եվ կրնամ ասել այս պատգամ, որում մասին պիտի խոսենք, որ լերան քարոզն է, բոլորին ծանոթ է։ Այս լերան քարոզը, որ հատակագիծն է քրիստոնեության։ Այս քարոզը կամ այս պատգամը, որ գրվեցավ լերան վրա է, անոր համար կոչվեցավ լերան քարոզ, անիկա քրիստոնեության հավատամքն է։ Ամբողջական կենտրոնացումն է մեր հավատքին եւ ամբողջական պահանջքն է, որ կներկայացվի այս քարոզին մեջ թե Աստված մեզ ինչ ուզե եւ պահանջվածը մեզ ինչ է եւ ինչպիսիներ պետք է լանք, որպեսզի լանք իրոք քրիստոնյաներ, բարին իսկական իմաստով եւ ինչն է, որ Աստված կպահանջի յուրաքանչյուր մեկ քրիստոնյային լալու իրոք Աստուծո որդիներ, այնպես ինչպես Աստված ուզե։ Եվ կրնամ ասել, ինչպես ասի, դուք գիտեք, մենք ունենք հավատամք,
մեր հավատամքը, որ գիրագի օրերը մենք գարտասանենք այստեղ պատարակի ընթացքին եւ այս հավատամքը նիգյո ժողովի հանքանանքն է, որովհետեւ մենք գիտնանք թե ինչի կհավատանք, գործնական հավատք։ Բայց այս Տերան քարոզի մեջ նաեւ մեր Տերը Հիսուս Քրիստոս մեզի հավատամք մնե որ կհանցնե, որովհետեւ անոր հետևելով մենք գիտնանք ինչ ուղի պետք է բռնենք եւ ինչ են այն ճանապարհները, որոնք կդանին դեպի երկինք։ Գոչվեցավ Լերան քարոզ։ Մենք կգարտանք Սուրբ Գիրքի մեջ, երբ ժողովուրդը Քրիստոս տեսավ, որ ժողովուրդը հավաքված էր իր շուրջ, գսե լեր բարձրացավ եւ այդ ամբողջ լրիվ իրեն հետ միասին բարձրացան լեր։ Բայց այստեղ հետաքրքրական մեկ պատկամ մը գարցենք մենք կգտնենք նախքան սկսենք այս Լերան քարոզի մեկնաբանության։ Միայն թե ասեմ Լերան քարոզը շատ երկար է, բայց ես միայն անոր հարաճապանի մասին պիտի խոսեմ եւ մեկ երանի պիտի առնեմ եւ մեկնալ պիտի առնեմ դուք եք երկրի աղը եւ երկրի լույս, որովհետեւ եթե այս ամբողջի մասին խոսենք, մենք այսօր այստեղ կգնանանք եւ վաղ արտագամի վերջացած չենք։ Ամենամեծ պատկամը, որ կգտնենք նախքան գարտանք իսկ Քրիստոսի խոսքերը, կտեսնենք, որ Ավետարանիչը գսե բարձրացավ լեր եւ ժողովուրդն ամբողջն իրեն հետ լեր բարձրացավ։ Ասոր մեջ ինչ պատկամ։ Ասոր մեջ կա շատ գեղեցիկ պատկամը եւ իմացեք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ոչ մեկ շարժում չէր գներ, որ ծրագրված չլար եւ նախախնամված չլար։ Եվ ինչպես ասի, որովհետեւ այս պատկամը աստվածային պատկամ էր, որ կդրվեր իրենց Տերան վրա, մենք բահմը պիտի երթանք հազարավոր տարիներ առաջ, տեսնենք, թե ինչ եղավ Տերան վրա։ Մենք կտեսնենք, երբ Մովսես 10 պատվիրանները պիտի ստանա, դարձյալ Աստված իրեն ներ բարձրացուց եւ այնտեղ իրեն դրվեցան 10 պատվիրանները։ Այսօր այդ նույն Աստվածը, որ Արմավենի մեջ են հայտնվեցավ, այդ նույն Աստվածը, որ գրագի մեջ են, փոցի մեջ են հայտնվեցավ եւ խոսեցավ Մովսեսին, այդ նույն Աստվածը իր արմնացյալ վիճակի մեջ գուկա մարդոց մեջ գաբրի եւ իրենց դարձյալ առաջնորդե թեպի լեր, բայց մեկ տարբերությամբ։ Երբ Աստված Մովսեսին տվավ պատվիրանները, այնտեղ ինչպես Պողոս Արաքյալը իր եբրայեցիներու գրած նամակի մեջ գսե շարժում եղավ, երկրաշարժ եղավ, ցնցում եղավ եւ գսե այնտեղ Մովսես սկսավ թողալու այդ Աստուծո ներկայություններին եւ այդ կատարված ցայներեն ու երկրաշարժեն եւ անիկա շատ բնական է, որովհետեւ ինչպես Սուրբ Գիրքը գսե չկա մարդ, որ Աստված կտեսնե եւ գրնա ապրի եւ Մովսես գիտնալով այդ միտքը թե ինք Աստուծո ներկայության է, որ կգտնվի, շատ բնական էր, որ պիտի թողա եւ պատվիրանները արավ եւ ժողովրդին հանձնեց։ Եվ մենք գիտենք պատմության ընթացքին, երբ Աստված սկսավ մարդոց հետ խոսել, Մովսեսեն սկսյալ բոլոր տեսակի մարգարեներ վրգեց, առաքյալներ վրգեց, որոնք եկան եւ Աստուծո խոսքը փոխանցեցին։ Եվ այսօր այս Տերան քարոզի մեջ մենք կտեսնենք Աստված, կարծեք թե երբ տեսավ, թե այս մարդիկը պետք ունին իր անմիջական ներկայության, պետք ունին զինք շոշափելու, պետք ունին զինք սիրելու, որովհետև մարդը իր ատամական մեղքին պատճառով հեռացած էր Աստծուց մեկ, որոշեց այսօր
կալ և այս անգամ ոչ թե վախով, թողով, սարսափով, այլ սիրով և խոնարհությամբ առնե իր որդիները, առնե մարդ Արարածը և հանե իրեն և պարզացնե աստվածային պարգևը տեսնել։ Եվ գսե բերանը բացավ։ Եվ այստեղ, երբ մենք կգարտանք բերանը բացավ, մեր Տեր Հիսուս Քրիստոս բերանը բացավ և սկսավ խոսիլ իր լերան կառուցել։ Եվ այնտեղ նաև հետաքրքրական մեկ հարց մգա, որ ուղղվի, մեր մտքերում մեջ գցանք։ Բերանը բացավ ինչ կնշանակի։ Արդյոք բերանը կոց էր մինչև այն ոչ, բերանը կոց չէր, արդեն ժողովրդի հետ հավաքված էր և արդեն ժողովրդին հիվանդությունները կբժշկեր և կխոսեր, բայց բերանը բացավ ինչ իմաստով կա։ Բերանը բացավ ու կա այն իմաստով, որ ինք այդ աստվածային բերանը, որ միայն մարգարեներու միջոցով էր կփոխանցեր խոսքը ժողովրդին, այսօր իր աստվածային այդ բերանը կպանա և կհանցնե իր պատգամը և կհանցնե իր պատվիրանը անմիջական ձևով հավատացյալը։ Մարգարեներ և առաքյալներ եկան, բայց ինչ կանալ անոնք փոխանցեցին իր խոսքը, իր պատգամը, բայց շատ հաճախ մարդոց խստասրտության պատճառով իրենք այդ պատգամը լրիվ չէին փոխանցած։ Բայց այսօր պատգամը ամբողջությամբ, ինչպես որ Աստված կուզե, ինք մարմնացավ և ինք եկավ այդ պատգամը մեզի փոխանցել։ Եվ ոսկեբերան Հայրաբեդը գեղեցիկ խոսք գսե իր բերանը բացավ, այսինքն ինչքան ժամանակ, որ ինք չէր սկսած իր առաքելությունը, ինք որպես մարդ դակավին իր բերանը բացած չէր աստվածային պատգամներով։ Եվ այստեղ իր բերանը բացավ, երբ ժամանակը եկավ, որ ինք պիտի փոխանցեր այդ աստվածային պատվիրանները և հրամանները։ Եվ կսկսի լերան քարոզը երանիներով։ Եվ առաջին երանին, որ մեր Տերը մեզի կուտա, գսե երանի հոգիով աղքատներուն։ Եվ այս հոգիով աղքատությունը, երբ մենք կխոսենք այդ հոգևոր աղքատության մասին, մեր միտքը առաջին հերթին կուկա խոնարհությունը։ Խոնարհությունը, որ քրիստոնեության սկզբունքն է։ Խոնարհությունը, որ յուրաքանչյուր մեկ քրիստոնյա, որ կհավատա Քրիստոսին, որ կապրի քրիստոնեությունը այնպես, ինչպես որ պետք է ապրի, առաջին պայմանը իր մեջ խոնարհությունն է և հեզությունն է։ Եվ անիկա զարմանալի չէ, ինչու, որովհետև նախ մեր Տեր Հիսուս Քրիստոս այս պատվիրանները տվողը ինք եղավ մեծագույն օրինակը խոնարհության։ Հետևաբար ինք ասավ ես խոնարհ եմ և դուք ինձի պես խոնարհ պիտի ելաք։ Չսավ մեզի խոնարհ եղեք առանց ինք խոնարհելու։ Առաքյալը Փիլիպեցիներու նամակի մեջ գսե ունայնացուց ինքզին, Զարայի կերպարանք արավ և հաճվեցավ և անարգվեցավ մարդոց համար և ապրեցավ այնպես, ինչպես որ իր պահանջքն էր, որ մարդը ապրի։ Սիրեց նախքան պատվիրե, որ մարդիկ զինք սիրեն կամ Աստված սիրեն։ Իր առաքյալներու ոտքերը գլվա նախքան պատվիրե, որ դուք ճիշտ նույնը հրեք իրարու, և սիրեց մինչև մահ։ Եվ հետաքրքրականը գիտեք, որ կարծեք թե լերը
Աստուծո հասկացողության մեջ կամ Քրիստոսի կյանքի մեջ շատ կարևորություն ուներ։ Մենք կտեսնենք, երբ եկավ մկրտվելու Հովհաննես Մկրտիչին, այդ օր անշուշտ ամենագեղեցիկ պատկերն էր, ուր Սուրբ Երրորդությունը ամբողջությամբ ներկա եղավ աշխարհի վրա։ Հայրը վերեն նկայեց, որդին մկրտվեցավ և Սուրբ Հոգին աղավնագերմ իջավ։ Այնտեղ ամենամեծ ապացույցն էր և ամենագեղեցիկ ներկայությունն էր Աստծո։ Ուրեմն կարևորություն ուներ լերը Քրիստոսի կյանքի մեջ։ Երբ վերջացավ մկրտությունը, առաջնորդվեցավ դեպի լեր, և այնտեղ գիտեք իր ծովապահությունը տեղի ունեցավ և նաև փորձությունը և այլն։ Իսկ երկրորդ լերը, որ նաև մեծ կարևորություն ուներ իր կյանքի մեջ, ինչ էր գիտեք, այս լերը, որում վրա քարոզը տվավ։ Իսկ նաև մենք կտեսնենք իր պայծառագերբության օրը, նաև ամենագեղեցիկ պատկերն էր իր աստվածության, նաև լերան վրա այնտեղ պայծառագերբեցավ իր աշակերտներում։ Եվ նաև ամենակարևոր և վերջին լերը իր կյանքի մեջ, որ եղավ Գողգոթա լերը, որ եղավ սիրո հայտնությունը և զոհաբերման հայտնությունը մարդ արարածին համար։ Եվ մենք այս 4 լերերը միայն կնշվին ավետարանի մեջ, բայց ավետարաններու մեջ նաև կկարդանք, թե շատ հաճախ Քրիստոս գարանցնանար և լեր կբարձրանար։ Եվ շատ անգամներ նաև իր աշակերտները գարներ և գարանցնանար իրենց հետ։ Եվ կարծեք, թե այս առանցնության մեջ գուզե մեզի սորվեցնել մեկ բան, թե այնքան ժամանակ, որ մենք կապրինք այս աշխարհի մեջ և կապված կմնանք այս աշխարհի ինչքերուն, վայելքներուն և այս քայթակություններուն, մենք չենք կրնար Աստուծո մոտենալ։ Հետևաբար, անոր համարալ այս պահեցողության շրջանը մեզի առիթ է, որ դրված է Աստուծմե, որ մենք հեռանանք այս աշխարհի ցանկություններին և առիթ ունենանք, որ մենք Աստուծո մոտենանք։ Այնքան ժամանակ, որ մարդը կբարձրանա իր անձնական և մարմնական ցանկություններով կբարձրանա իր հոգին կխորարի, բայց այնքան ժամանակ, որ ինքը անարգե իր մարմինի ցանկությունները, անարգե իր աչքի տեսած ցանկությունները, այն ժամանակ հոգին է, որ կբարձրանա։ Եվ մենք պետք չէ մոռանանք, որ այս աշխարհի մեջ, երբ Ադամ և Եվան ստեղծվեցան, միայն մեկ բան կար, մեկ տեսակի զգացում կար մարդու կյանքի մեջ և այդ զգացումը միայն բարին էր, չարը գոյություն չուներ, բայց երբ Ադամ և Եվան մեղանչեցին, այլևս մարդ արարածը իր մեջ եղավ երկու պայքար, բարիի և չարի պայքար։ Մարդը նախքան մեղքը ինքը գնայեր, բայց չէր ցանկալ, բայց մեղքեն վերջ սկսավ տեսնել և այդ իր տեսածը ցանկալ։ Եվ ամենագեղեցիկ օրինակը դառնով բարիի և չարի գիտության ծառը, որ գար դրախտի մեջ, մեր նախահայրերը Ադամ և Եվա ամեն օր կանցնեին այդ ծառին առջևեն, բայց իրենց սրտի մեջ չէին ցանկալ այդ ծառեն ուտելեն։ Բայց եւ որ մեղքին մեղսագից եղան, ընկերացան մեղքին հետ, չարը գործեց և մտավ և ապրեցավ իրենց հոգի մեջ, այն ժամանակ է, որ իրենք գիտան, որ այս ծառը գեղեցիկ է և այս ծառի վրա եղած բդուղը գեղեցիկ բդուղ է։ Հետևաբար այս աշխարհի ցանկությունները կփորձեն մեզ հեռացնել հավատքեն, մեզ հեռացնել Աստծուց։
Բայց երբեք սխալ հասկացողություն պետք չէ ըլա մեր մոտ, թե քրիստոնեությունը մեզ մեկը պահանջ է, որ մենք լքենք այս աշխարհը եւ երթանք լեռները ապրենք։ Քրիստոնեությունը այս չէ պահանջածը։ Մենք մեր Տերը մեզի սորվեցուց, որ քրիստոնեությունը ուրախություն բնե մեզի համար։ Եվ առաքյալը գսե ուրախացեք Տիրոջով ամեն ժամ։ Եվ ուրախությունը հոգևոր ուրախություն մնե, որ մենք կապրենք։ Երանի հոգիով աղքատներուն, որոնք իրենց հոգիները ջանջծած են աստվածային ճշմարտությունները և աստվածային խոսքերը։ Երանի հոգիով աղքատներուն, որոնք ջանջծան այդ աղքատությունը, ըլլան նյութական աղքատությունը կամ հոգիի աղքատությունը, որ խոնարհությունն է, որ ունեցավ մեր վարդապետը։ Եվ ինչու պետք է մեր հոգիները խոնարհին, որովհետև այդ խոնարհությունը կպուսնի սեր, եւ սերը եւ խոնարհությունը իրարու կապված են քրիստոնյայի կյանքի մեջ։ Եվ մարդ արարածը եւ մանավանդ հոգևոր մարդը երբ իր մեջ ունենա խոնարհություն, դուք կտեսնեք այդ խոնարհության մարմնացումը իր դեմքին վրա։ Մենք շատ հաճախ մարդիկ կտեսնենք, կգիտնանք, որ իրենք խոնարհ մարդիկ են։ Ինչու խոնարհ մարդիկ են, որովհետև իրենց հոգիները խոնարհ են եւ այդ խոնարհությունը նաեւ իրենց դեմքին վրա գերել։ Բայց կան նաեւ մարդիկ, որոնք խոնարհ են արտաքնով, բայց հոգիով խոնարհ չեն, բայց անիգա չէ այն ինչ որ կպահանջվի։ Կպահանջվի խոնարհությունը ներսեն արտահայտվի հոգևորիմը կամ քրիստոնյայի դեպքին վրա։ Ինչպես որ սերը, եթե սեր կա, այս սերը գուդա, սերը երբեք չառնի։ Եվ եթե սեր կա մարդուն կյանքի մեջ եւ մարդուն հոգի մեջ, այդ սերը գործնականի կվերածվի։ Ճիշտ նույն ձևով ալ հավատքը, եթե ես հավատք ունենամ, ինչպես Պողոս առաքյալը գսե եթե հավատք ունենամ լեռներ տեղափոխել, հրաշքներ ունելու, լեզուներ խոսելու եւ սեր չունենամ, այս բոլորը ոչնչություն կրե եւ ոչ մեկ նշանակություն։ Ահավասի մենք հոգիի աղքատության մեջ կտեսնենք խոնարհության պահանջ կտա։ Եվ անցնելով մեր երկրորդ համարը, որ պիտի առնենք, որ մեր Տերը գսե դուք եք աշխարհի լույսը եւ դուք եք աշխարհի աղ։ Մենք ինչպես աղ։ Գիտեք, ինչու Քրիստոս իր քարոզներուն մեջ միշտ գմատնանշեր փոքր բան։ Այսինքն, նայեցեք Քրիստոսի տված արանքները, պիտի որ գխոսի մանանեխի հադիգին մասին, գխոսի ծորենի հադիգի մասին, եւ գխոսի աղի մասին։ Լավ, ինչու համար։ Որովհետև մարդ արարածը, երբ որ հավատք ունենա, այդ հավատքը նույնիսկ եթե մանանեխի հադիգի չափ կլա, այդ հավատքը պետք է աջող հավատք մնա եւ մեծով հավատք մնա։ Շատ հաճախ մարդիկ կմտածեն, լավ գսեն, եթե մեր Տերը գսե, եթե մանանեխի հադիգի չափ հավատք ունենաք, գրնակ լեռները տեղափոխել։ Լավ, այս կան քրիստոնյաներ կան աշխարհի մեջ, այս կան եկեղեցիները լեցուն են, այդ կան կահանաները կկարոզեն եւ կպատարակեն։ Արդյոք մեկը չկա, որ մանանեխի հադիգի չափ հավատք ունենա։ Բայց խորբի մեջ հասկացողությունը ուրիշ է։ Մենք երբ որ կխոսենք մանանեխի հադիգի մասին, կամ մեր Տերը երբ որ կտա մանանեխի հադիգի արագը, ինքը նկատի ունի այդ մանանեխի հադիգը իր աճման մեջ, որովհետև ինք այնքան փոքր է, բայց երբ որ հողին մեջ գնա, գծանվի, անիկա մեծ ծարմը գլա եւ կսե նույնիսկ երկնքի տրճունները կգան եւ անոր վրա կհանքի։
եւ նույն ցեով հավատքը մեր կյանքի մեջ պետք է աջող հավատք լինի։ Մենք Քրիստոսի մարմնացումով այդ հավատքի մանանեխի հատիկները նետվեցան եւ ցանվեցան յուրաքանչյուր մեկ քրիստոնյայի հոգիի մեջ։ Եվ այդ մգրտության շնորհքով եկեղեցին հաստատեց այդ մանանեխի չափ եղած հավատքը եւ այնտեղ կսկսի ամեն մարդու բարդականությունը, որ ինքը խնամե այս մանանեխի հատիկը, որպեսզի մեծնա եւ գդուղ տա եւ այն ժամանակ տեսեք թե քրիստոնյան ինչեր կնա անել եւ քրիստոնյայի աղոթքը ինչքան զորու կնա։ Մենք երկրի աղն ենք, բայց այս խոսքը որ ուզը, մեր Տերը այս խոսքը ասավ իր առաքյալներուն, բայց աղը ինչ է, աղը արժեք չունի, նյութական ովևէ մեկ արժեք չունի, եւ նույնպես Քրիստոսի առաքյալները նյութական ովևէ մեկ արժեք չունին, ովքեր էին, որսորդներ էին, ոչ մեկ բան էին, իրենց ոչ հետևող կար եւ ոչ ալ իրենց լսող կար։ Նույնիսկ եւ որ մեր Տերը գնաց Պետրոսի նավի մեջ եւ այնտեղ հրաշքներ ըրավ եւ ծուգեր որսացին եւ ուրգանները լեցվեցան եւ որ առաքյալը անդրադարձավ, ասավ Տեր ասավ իմ նավես ելիր ասավ, որովհետեւ ես մեղավոր մարդ եմ, ես արժանի չեմ որ դու իմ նավիս մեջ լաս, ես ով եմ։ Գնաց իր տունը, գնաց իր քաղաքը եւ այնտեղ իր զոքանչը բժշկեց եւ այդ իր քաղաքի մեջ ինչքան հիվանդներ կային բոլորը եկան եւ շնորհիվ իրեն բժշկվեցան, անի իրեն համար մեծ պատիվ մնը, բայց ինքը ինչ է, ինքը աղ է, աղի արժեք եւ նմանապես մույս առաքյալները հագարակ որ նյութական ովևէ մեկ արժեք մչուրեին իրենք, բարձ մարդիկ էին, հարուստ չէին, դիվիսոպաներ չէին, բայց Աստված իրենց հայտնեց իր գանքը եւ իրենց հայտնվեցավ Հիսուս Քրիստոսի մարտեության եւ իրենք ինչեր, բայց աղը, եթե աղը իր համը գործընծնե, ոտքի գողան։ Այսօր մենք ալ աղ ենք, յուրաքանչյուր քրիստոնյա, որ կապված է իր եկեղեցին, յուրաքանչյուր քրիստոնյա, որ մգրտված է Հիսուս Քրիստոսի անունով եւ այդ քրիստոնեության սկեզբը հակված է ինքը աղ պետք է լա եւ ինքը աղ է։ Լավ աղը, մենք ինչպես աղ։ Մենք աղը լանք համեմելու ջաշերը, մենք աղը լանք համեմելու հոգիները, մենք աղը լանք եւ աղը շատ կարևոր մեկ հատկություն ունի։ Եթե աղը քիչ տնեք կերակուրի մեջ, ամիջապես կսկանք, որ ջաշը կամ կերակուրը առանց աղ։ Եվ եթե շատ տնենք, ամիջապես ըսկալի է, որ իր աղը շատ է։ Հետևաբար ճիշտ նույն ձևով մեր քրիստոնեական կյանքը, մեր հավատքը որ կապրինք, անիկա աղի համ պետք է դա։ Մենք ուր որ ներկա գտնվենք, ինչ շրջանակի մեջ որ գտնվենք, ըլա անիկա եկեղեցվո մեջ, ըլա անիկա փողոցի մեջ, ըլա անիկա ակումբի մեջ, ուր որ ըլա, մեր ներկայությունը պետք է ըսկալի ըլա։ Մենք այնտեղ պետք է համ տանք, բայց ինչպես համ տանք։ Համ տանք մեր հավատքի արտահայտությամբ, համ տանք մեր խոսքերով, որոնք կարաշնորհել մարդիկ դեպի եկեղեցի եւ դեպի Քրիստոս։ Մենք համ տանք, որպեսզի մարդիկ, եթե դակավին չեն ճաշակած քրիստոնեության քաղցրությունը, իրենք մեզ մեջ տեսնեն այն համ եւ համտեսած կլան եւ նախանցին եւ առնեն մեզ մեկ քիչ մահ, որպես իրենց հոգիներն աղեն եւ իրենց հոգիներն հավատքի այդ համը։ Իսկ երկրորդ դուք եք աշխարհի լույսը։ Ինչ մեծ պատիվ մնե որ մեզի դրվեցավ Քրիստոսով։
ժամանակին մարդիկ միայն գիտեին, որ Աստված լույս է։ Եվ նույնիսկ երկնքի մեջ գբատնվի Եսայա մարգարեության մեջ գսե սերովպեները և կերովպեները Աստուծո ներկայության ժամանակ, և որ ներկա գտնվի Աստուծո առջև աղոթելու սուրբ դերձորությանց, գսե իրենց վեց դևերով իրենց երեսները կծածկեն, որովհետև չեն գրնար Աստուծո լույսը տեսնել և ապրիլ։ Եվ այսօր այդ լույսը մարդացավ, մարմին արավ և մեր մեջ բնակեցավ, և մենք իրեն հետ հաղորդագից եղանք, և իրեն հետ գերանք և խմեցինք և ճաշակեցինք, և ինչպես պատարագի ժամանակ տեսեք ճաշակեցեք և տեսեք զիքաղցրեդեր, մադիկ արդեր և արեք զլույս։ Հետևաբար մենք ինչպես լույս ենք, մենք ինչ լույս ենք, մենք բոլորս մեղավոր էակներ ենք, մեղավոր մարդիկ ենք, մեր Տերը մեզի ինչպես լույս կգոչի, ամեն մեկ քրիստոնյա լույս է, բայց գիտեք ինչպես լույս է այնքանով, ինչքանով, որ ինք լույս գարմե լույս են։ Դուք գիտեք արեքագը, որ մենք ունենք, արեքագը լույս չունի, բայց լույս կունի։ Արեքագը ինչպես լույս կուտա, այնքան որ արեքագը մոտ ըլա արևին, գարնե արևի լույսեն և աշխարհին։ Բայց եթե արեքագը չտեսնե արևը, ինքը լույս չի տա։ Հետևաբար մենք այնքանով լույս ենք, ինչքանով որ լույսին դիմացնենք, ինչքանով որ լույսեն գարնենք։ Իսկ եթե լույսը չունենք մեր առջև, մենք չենք կրնար լույս առնել և լույս տալ։ Լավ ինչպես լույս տանք։ Լույս տանք մեր հավատքով, լույս տանք մեր խոսքով, լույս տանք մեր խոնարհությամբ, որովհետև ի վերջո մարդիկ գսե մեր Տերը, մարդիկ ցեզի տեսնեն, գիտնան, որ դուք իմ առաքյալներս եք։ Լավ ինչպես մարդիկ պիտի գիտնան, որ մենք ու առաքյալներդ ենք Տեր։ Մարդիկ պիտի գիտնան, որ դուք իմ առաքյալներս եք և որ տեսնեն, որ սիրալիս եք։ Մարդիկ պիտի գիտնան, որ դուք անլույսեն լույս մնեք և որ դուք իրար մեջ և բոլորին նկատմամբ խոնարհություն և սեր ունեք։ Մարդիկ տեսնեն, որ դուք լույս եք և որ այդ լույսի շնորհքները, Աստուծո շնորհքները, Սուրբ Հոգիի շնորհքները ձեր վրան շողան, ցույց տան։ Հետևաբար մենք այս աշխարհի աղն ենք։ Տեսեք, սիրելիներ, ապացույց որպես, որ մենք աղն ենք և լույսն ենք։ Նույնիսկ եթե բամը չենք ուներ, բայց մենք ունենք նշույլ լույս գոնե, որ մգրնությամբ ստացած։ Նայեցեք աշխարհի բոլոր երկրներում մեջ։ Այնտեղ ուր քրիստոնեություն կա, այնտեղ խաղաղություն կա, բայց այնտեղ ուր որ քրիստոնեություն չկա, ինչ կա, միայն պատերազմ կա և միայն կայտակություն կա։ Եվ մենք փառք կտանք Աստծո, որ մեր երկիրը, Հայաստան աշխարհը եղավ այն երկրներեն, որ ոչ թե միայն քրիստոնեությունը մտավ, այլ նաև այդ քրիստոնեությունը բերողները մեր առաքյալներն էին, Քրիստոսի առաքյալներն էին։ Տեսեք հետևաբար, մենք ինչ կան արժանավոր ժողովուրդ մի եղած ենք, որ Աստված մեզի արժանի տեսած է, որ իր առաքյալներով, Տատյոս և Բարտոլոմեոս առաքյալներով այս եկեղեցին իր հավատքով կոչել։ Ասիկա մեծ բերմն է, ինքը մեծ ուրախություն մն է մեզի համար, բայց նաև մեծ բերմն է մեր ուսերուն որ տրված է։ Որովհետև առաքելությունը հանձնվեցավ մեր եկեղեցով, առաքելությունը հանձնվեցավ մեր հայրենիքին, և այս տեղը, որ այսօր մենք գտնվենք,
այստեղը էջ միածինն է, ուր միածինը էջ կդա։ Հետևաբար, եթե միածինը խոնարհած է, որ ինքը կա նաև բացի իր մարտեղության ժամանակ, որ ինք եկած է և մարտեղացած է ամբողջ աշխարհի մարդկության համար, նաև մեզ արժանի կդած է, որ ինքը իջնե այստեղ, բայց և որ իջնե այստեղ, պետք է այստեղ ալմնա։ Եվ երբ որ ինք տեսնե մեր չարությունները, և տեսնե մեր արհավատությունները, և ուզե այստեղեր անգամ ևս համպարնալ, բադերը չէ, որ իրեն պիտի պռնեն և պիտի արգիլեն։ Մեզ մեր յուրաքանչյուրը իր պեշերը պիտի պռնե, իր ոտքը պիտի պռնե և պսե դեր հոսմուց։ Մենք արժանավոր ժողովուրդ ենք, դու մեզի արժանի տեսար, մեզի հետ մնացել, որովհետև վայ եկերևիզի, եթե հանգարդ դերը իր երեսը մեզ մեր դարձնի։ Պիտի ելա այն ժամանակ ճիշտ Աստուծո խոսքը, որ գսե մարգարեի միջոցով, պիտի ես ձեր աղոթքները այլևս չեմ տեսներ, իմ աչքերս կկոցեմ։ Ես ձեր աղոթքները չեմ ուզել լսել, իմ ականջներս կկոցեմ։ Ձեր խունգին հոդը ինձի համար քարշելի է, բայց այս բոլորը երբ պիտի լսել միայն գիտեք, երբ որ մենք միայն լեզվով պաշտենք իրեն, որովհետև գսե այս ժողովուրդը ինձի կպաշտե միայն իր լեզվով, բայց իր սիրտը, իր հոգին ինձ մե հեռու է։ Ահավասի, այս էր պատկամս ձեզի սիրելիներ, անգամ ևս գոչում բնե, որ մենք այս պահքի սուրբ օրերում հիշենք մեր հոգևոր արժեքները, հիշենք մեր քրիստոնեությունը, գպավե մեզի հալածան, գպավե մեզի կայտակություններ, ինչ որ ունեցած ենք պատմության ընթացքին, դժվարություններ և պատերազմներ մեզի մեր հավատքեն դուրս հանելու գպավե և պետք է սորված ըլանք մենք անցյալը։ Այսօր այդ 70 տարիներն անցան և Աստված անգամ ևս ացավ հավատքի թուրերը մեր առջև և անգամ ևս այդքան տարիներ հետո Աստվածամերժության այդ շրջանները բոլորը կացին և էջմիածինը և մեր Հայաստանի բոլոր եկեղեցիները թուրերը բացվեցան և այնտեղ Աստված էջ քործեց անգամ ևս և ուսպասե, որ իրեն դառնան այնպես, ինչպես առաջիններն ենք մեր հավատքի մեջ և առաջիններն ենք։ Թող Աստված օրհնե մեր հայ ժողովուրդը, օրհնե մեզ բոլորս, օրհնե մեզ իր խոսքը ընկալելու և օրհնե մեզի ըլլալու լույս, որպեսզի իր լույսը չձգենք միայն 4 բաների մեջ, այլ իր լույսը առնենք և տանենք ինչու չէ, նաև մարդիկ լուսավորենք և իր աղը, իր համը, որ մենք արած ենք մեր վրա, այդ համն առնենք և համենենք մարդոց հոգիները և մարդոց սրտերը։